Լեոնիդ Ենգիբարյան մարդ, որը պատմում էր մեր կյանքի դառը իրականությունը ծիծաղի միջոցով, պրիզմայի նման, նրա ամեն մի շարժումը մի պատմություն էր։ Ենգիբարյանի մայրը դեմ էր նրա մասնագիտական ընտրությանը, իսկ կրկեսի շատ աշխատակիցներ նրա մասին վատ ու սխալ բամբասանքներ էին տարածում։ Նրա սիրտը չդիմացավ կյանքի դառը իրականությանը, նույնիսկ նրա մահից հետո այդ բամբասանքները չէին դադարում։ Նրա ամենամոտ ընկերը Վիսոցկին ցավ էր ապրում, երբ լսում էր չարախոսությունները Ենգիբարյանի մասին, քանի որ շատ մտերիմ էր նրա հետ։ Նրա մեդալներով համարից հետո նրան անվանում էին Բրեժնևի սիրելի ծաղրացուն, քանի որ գենսեկը ներկա է եղել ու գնահատել նրա հումորը։ Իսկ ես Ենգիբարյանի այդ համարը հասկանում եմ այսպես, որ կան անարժան մարդիկ, որոնք ստացել են պարգևներ, իսկ շատ արժանի մարդիկ մնացել են ստվերում։ Մեդալներով ու պարգևներով չի գնահատվում մարդկային հատկությունները, ու երբ մի բան տրվում է անարժան ձևով, կորցնում է արժեքը։